Նա ուժեղ է, սառնասիրտ։ Նայելով նրան տեսնում է սառնասիրտ և ռացիոնալ մարդիկի։ Այնուամենայնիվ, ներսում գուցե թաքնված է փափուկ սրտով մեկ այլ անձնավորություն։ Իմ հյուրն է այսօր Գոռ Վարդանյանը։ Բարի երեկո Գոռ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ինձ մոտ Սպիտակ անկյունում։ Բարի երեկո, նմանապես։ Ես անկեղծ ասած զարմացած էի իմանալով, որ ձեր իրական անունը Արմեն է։ Ինչպես ստացվեց, որ հանկարծ դուք դարձաք Գոռ, Գոռ ավելի ուժեղ անուն է դրա համար։ Երևի ավելի երիտասարդ տարիքից Գոռ էին ասում։ Այդպես հետո այնպես ստացվեց, որ Գոռ ավելի շատ ասեցին, քան ստե Արմեն։ Ասում են անունը երբ փոխվում ես, ճակատագիրն էլ է փոխվում։ Այդպիսի զգացողություն եղավ ձեզ մոտ։ Մի քիչ սենտիմենտալ բաների չեմ հավատում։ Բայց երևակայի իրականություն կա նման ասացվածների մեջ։ Ես կարծում եմ, որ մարդու ձեռքում է իր ճակատագիրը, ինքը ոնց ուզի այդ ձև կարող է փոխել։ 12 տարեկանից զբաղվել եք կարատեով։ Ինչը ձեզ ներշնչեց կամ ով գուցե։ Մեր ժամանակ մի քիչ ավելի ուրիշ ձև էր, 84 թվի մասն եմ ես ասում, 3-4, լավ հիշում եմ այդ տարիներին ասում են հիվանդ երեխայի սրտի առատ ունի, ոնց որ փոքր երեխաների մոտ այդ երևույթները լինում են ընդհանրապես։ Ծնողներս ավելի անհանգիստ էին, ես էլ ուզում էի սպորտով մարզվելու, իրանք չէին համաձայնվում։ Ու մի խոսքով ստիպելով, շատ կապրեզնություն անելով, ձյուդոյի եմ ընդունվել առաջի անգամ 83-ի սկիզբներն էր, 84-ը, ավելի շատ 83-ի վերջերին, որից հետո մի 2-3 ամիս հետո լավ հիշում եմ, ասացին կարատե կար, այնպես տպավորություններ, ասացին կարատեն դա ինչ բան է, երեխաներով երբ որ խոսում էինք, գաղափար չունեինք ընդհանրապես, ասում էին Բրուս Լի, միայն այդ անունն է, Բրուս Լի, դե այն ժամանակ այդքան հնարավորություն չկար ֆիլմ նայելու։ Ես նայել եմ ֆիլմ Բրուս Լի 86-87 թվականին, այն ժամանակ մի քիչ ավելի ուրիշ ձև էր, շատ հազվադեպ էին մարդիկ, ովքեր որ ունեին վիդեոմագնիտոֆոն եւ համապատասխան կասետներ։ Դա հիշում եմ 86 թվականին նայեցի այդ ֆիլմը Բրուս Լի եւ չգիտեմ, որպես երեխա կամ պատանի բան առաջացավ իմ մեջ ձգտելու եւ հասնելու նման մի աստիճանի եւ սկսվեց։ Բակային խաղերում սովորաբար հանդես եք գալիս կռվարարի, թե ավելի շատ խաղաղասերի կարգավիճակում։ Ես շատ չար երեխա եմ եղել այդ ժամանակաշրջանում, ակտիվ էի, կարելի ասել եւ նա, բայց իհարկե միշտ ավելի արդարության կողմն եմ եղել, բայց անցել եմ այդ բոլոր թոհու բոհերով, ինչպես ասում են։ Դուք նաև ավարտել եք Երևանի ճարտարապետական ինստիտուտը։ Սա ինչ էր, ձեր ծնողների ընտրությունը, թե ուղղակի ձեր ծնողները կամ դուք գուցե ցանկանում եք սպորտի հետ մեկտեղ եւս մեկ մասնագիտություն ունենալ։ Սպորտը իմ կյանքում եղել է 3-4 մասնագիտությունը, մինչև այդ էլի մասնագիտություններն եղել։ Ոչ, ես ճարտարապետական ընդունվել եմ իմ ուժերով, ավարտել եմ։ Սա ձեր ցանկությունն էր։ Իհարկե, այո, իմ ցանկությունն է եղել։ Բացի այդ ունեցել եմ նկարչական մասնագիտություն, երաժշտական։ Այսինքն ավարտել եք բարձրագույն նկարչականը, դե ճարտարապետական ու նկարչության հետ արդեն կապ ուներ, որովհետև եթե չունենայր այդ ունակությունը, չէի ճարտարապետական այո ընդունվեի։ Մեր ժամանակ պոլիտեխնիկ էր։ Պոլիտեխնիկ արդյունաբերության, քաղաքաշինության այդ ֆակուլտետներ, PGS։ Հետո անմիջապես այդ տարի ես որ ընդունվեցի, փոխվեց դարձավ Երևանի ճարտարապետական ինստիտուտ։ 79 թվականին։ Շրջան եղել է, որ աշխատեք այդ մասնագիտությամբ։ Ես դրա մասն էի ասում, որտեղ մասնագիտությունները շատ են, ես 92 թվականից արդեն ներքին գործերի եւ ազգային անվտանգությունում էի աշխատում։ Ներքին գործերում աշխատել եմ որպես քրեական օպեր,
ազգային անվտանգության նախագահի ծառայությունում հակատերորիստ եւ նախագահի անձնական թիկնապան է այդ թվականներից սկսած, որով էլ ժամանակ չեղավ, այսպես ասեմ, որ ճարտարապետական այդ ուղղության մեջ խորացնեմ գիտելիքներս, ուղղակի ավարտեցի այդպես մնաց դա։ Ինչպիսի զգացողություն է լինել ինչ-որ մեկի, այն էլ նախագահի թիկնապահը, չէ՞ որ ստացվում է այնպես, որ դուք պատասխանատվություն եք կրում մեկ այլ անձի, այն էլ երկրի թիվ 1 մարդու կյանքի համար։ Մեր ժամանակ ես նորից գամ դրան, որտեղ նոր էր Հայաստանի Հանրապետությունը ստեղծվում, եւ այդ մասնագիտությունն էլ թիկնապահ կամ հակատերորիստ նոր էր կազմավորվում։ Ընդհանրապես դա շատ բարդ պատասխանատու ինտելեկտուալ աշխատանք է, որտեղ մարդկանց մի մաս կա զգալի մեծ հատված, որ հասկանում են պետք է ավելի մեծ մկաններով, ավելի մեծ մարմնով կամ սապրած գլխով լինեն, որ թիկնապահ կոչվեն, դա այդպես չի, ավելի թիկնապահական աշխատանքը դա օպերատիվ աշխատանք է, պետք է ունենաս օպերատիվ ունակություններ, պետք է տիրապետես գիտելիքների տարբեր ոլորտների մեջ, լեզուների, բոլոր այն գաղտնի ծրագրերը, որ պետք է սովորես, յուրացնես, որովհետև ոչ թե պետք է սպասես ինչ-որ մեկը կրակի եւ նոր պաշտպանես, այլ մինչև դա պետք է կանխես այդ ամենը։ Սա ես կարծում եմ, որ շատ բարդ, շատ հետաքրքիր մարդկային առումով ինչպիսի զգացողություն է սա։ Հզոր կամքի տեր մարդ պետք է լինես, որ կարողանաս հաղթահարես այն բոլոր խնդիրները, այն ինչ-որ այդ աշխատանքի նուրբ կարիքները տալիս է քեզ։ Սովորաբար մարդուն կարող են այսպիսի հարց տալ, ասել, որ օրինակ կյանքդ կտաս ինձ։ Ու սովորաբար այդ հարցը կարող է տալ ընկերը, կարող է տալ սիրելի անձնավորությունը, բայց այս դեպքում դուք ամեն օր գնում եք աշխատանքի հստակ իմանալով, որ դուք պատրաստ եք տալ ձեր կյանքը մեկ այլ մարդուն, եւ դա կարող է լինել ամեն վայրկյան։ Սա ուղղակի խոսքեր են, թե սա ռեալ զգացողություն է եղել ձեզ մոտ։ Ես հիմա չեմ աշխատում այդ մասնագիտությամբ, բավական երկար տարիներ արդեն։ Ես չեմ հավատում այդ գաղափարին, որ մեկ ասում է ես կյանքս կտամ քո համար եւ իրականում դա կտա։ Ընդհանրապես չի լինում այդպեսի բան եւ դու պետք է ամեն ինչ անես, որ այն մարդուն, որ դու պաշտպանում ես, մաքսիմում անվտանգ լինի եւ հեռու լինի։ Բայց չէ՞ որ հավանականություն կա։ Հավանականություն կա, իհարկե։ Եթե պահը գալիս է, որ դու հայտնվում ես այդ իրավիճակի մեջ, իմ կարծիքով դա կլինի անկախ քեզանից, ըստ սիտուացիայից ելնելով։ Հնարավոր է նման պրակտիկայում նման դեպքեր եղել են, երբ որ թիկնապան, այո, զոհվել է ըստ այդ իրավիճակից ելնելով, բայց նախապես որ մարդը ասի ես գնում եմ այս գործին եւ պետք է կյանքս տամ քո համար։ Բայց չէ՞ որ գիտակցությունը կա դրա։ Գիտեք ոնց է, չէ։ Իրականությունը մի քիչ այլ է։ Ես ինքս բավական մեծ պրակտիկա ունեմ աշխատանքային եւ եկել եմ եւ հոգեբան եւ որպես այդ մասնագիտության մեջ եկել եմ այն համոզմունքի, որ ով որ նման բան ասում սկզբից, նա առաջի դավաճանն է դուրս գալիս վերջում։ Իսկ երբ որ չի ասում, բայց դա լինում է ներքուստ, չէ՞ որ դա ներքուստ ինքդ քեզ հետ համաձայնություն է ստացվում։ Ավելի լավ է չխոսես այդ մասին, ինչ պետք է անես։ Չասես երբեք մեկին ես քեզ նվիրված եմ։ Չարտահայտես այդ բառը, դա դու քո աշխատանքով եւ ժամանակի ընթացքում դա ցույց տաս։ Թե ինչ կլինի հետագայում, դա արդեն ոչ մեկ չի կարող որոշել։ Դուք խոստումներ չտվող մարդկանցից եք ավելի շատ գործող։ Խոստում տալը հարաբերական է։ Խոստում տալը դա նա է, եթե մի բան վերցնում ես քո պատասխանատվության տակ եւ պատասխանատվություն ես կրում դա իրականացնելու, դա ուրիշ բան, այո, ես այդպես մարդ եմ։ Երկրորդ կան մարդիկ, ովքեր որ խոսում են, խոստումներ են տալիս կամ խոսում են ապագայում ծրագրերի իրականացման մասին, սրանք տարբեր բաներ են։ Ես ավելի շատ նախընտրում եմ առաջի տարբերակը, շատ չխոսել, վերցնել ինչ-որ մի աշխատանք, կատարել, որից հետո հանձնել այդ աշխատանքով ցույց տալ այն ամենը, ինչ որ կարող ես անել։
Ինչն էր պատճառը, որ դուք ինչ-որ մի պահի որոշեցիք ձեզ նվիրել ֆիլմ արտադրությանը, արդյոք սպորտում դուք ձեր բոլոր անելիքները արել էիք կամ որպես պաշտպան։ Սպորտում ես հակառակին պես չեմ հասցրել իմ ամբողջ 100%-անոց անելիքներս անեմ, ինչ պատճառով, որովհետև երևի ճակատագիր էր այդպես, իմ են տարիքը, երբ որ ես պետք է աշխատեի, նորից ընկավ ես Հայաստանի անկախության ժամանակահատվածում և մեր սպորտաձևը, որ սկսեց զարգանալ, այն ժամանակահատվածում էր գտնվում, երբ որ նախ մենք շատ ինֆորմացիա չունեինք սպորտաձևի մասին, դեռ փակ էր սահմանները, լավ որակյալ կազմ չկար, մարզչական և ասենք ադմինիստրատիվ, որպեսզի կարողանային հնարավորություն տային մեզ դուրս գալու արտասահման։ Այս ամեն ինչը այնպես եղավ, որ ես 95 թվականին սկսեցի մարզչական գործունեությունը զուգահեռ և մինչև 98-9 թվականները հանդես է գալի և մարզիչ, և գործող։ Սպորտսմեն, այո։ Եվ շատ է լինում, երբ որ գնում էինք մրցումների, իմ աշակերտները բոլոր իրանց խմբերի մեջ գրավում էին առաջի տեղեր, ես դուրս էի գալիս և եզրափակիչում պարտվում էի։ Այդպես դեպք ա եղել, չէ, միշտ ինչ-որ մի բան չէր հերիքում։ Ասենք մեկ-երկու միավորով պարտվում էին, դեպք ա եղել 3 անգամ նույն մարդու հետ եմ դուրս եկել եզրափակիչ և պարտվել եմ։ Շատ էի մտածում, շատ էի նեղում, հետո հասկացա, որ համատեղել երկու աշխատանք են, որ դու տալիս ես քո աշակերտներին, արդեն քո էներգիան սպառվում է այդտեղ։ Եվ վերջում դու ես անում, և ինչ-որ մեկը չկա քո գլխին կանգնած, որ քեզ այդ ուղղությունը տա։ Եվ ասենք, եթե կարող էի, օրինակ, 10 աշճանի հանդես գայի սպորտային կյանքում, ես հանդես եկա 6, 7, 8 այդ շկատալկեքի մեջ, այնուհետև ծանրաբեռնվածությունից ելնելով ավելի ստանձնեցի մարզչի և ֆեդերացիայի նախագահի գործը, որ գոնե այն ինչ-որ չեն արել իմ համար, ես կարողանամ անեմ այն մարդկանց համար, ովքեր որ իմ հետևից են գալիս։ Հետաքրքիր է, բայց հաղորդման սկզբում դուք ասացիք, որ ճակատագրին չեք հավատում և ամեն ինչ մարդու ձեռքերում է, բայց քիչ առաջ ասացիք, որ երևի թե ճակատագիրը այդպես դասավորվեց։ Նայեք, ասեմ, ես կողմ եմ այն մտքին, որ շատ անգամ քո ձեռքում է, թե ոնց ես ուղղությունը տալիս քո ապագայի։ Այնպես չի, որ 100%-անոց պետք է հույսը դնես ճակատագրի վրա և գնաս այդ հույսով, չեմ հավատում դրան, բայց ինչ-որ միտեղ պետք է օգնես անգամ երևի քո ճակատագրին կամ այն լինելիքին, ինչ-որ պետք է լինի, դու պետք է անպայման գործող լինես, այսինքն ակտիվ պետք է աշխատես քո վրա, փնտրես և աշխատես, այդ դեպքում հնարավոր է այդ ճակատագիր կոչվածը ինչ-որ ավելի հասանելի լինի կամ ավելի կարճ ճանապարհով դու հասնես դրան։ Բայց չի կարելի նստել, ասել ճակատագիրը այսպես է որոշել և չգիտեմ, ես պետք է անբախտ լինեմ կամ բախտավոր լինեմ, չեմ հավատում դրան։ Բայց բաներ կան, օրինակ, որ անում ես աշխատում ես, մեկ էլ հանկարծ նկատում ես, որ լրիվ ուրիշ ուղղությամբ եկար հասար մի կետին, որին չէիր սպասում։ Դա ինձ թվում է դա մինչև այսօր ոչ միայն ինձ համար, շատ մարդկանց համար անբացատրելի այդ երևույթը։ Այնուամենայնիվ դուք մտաք կինոարտադրություն։ Ինձ հետաքրքիր է, դուք նշեցիք, որ տարբեր մասնագիտություններ ունեք, արդյոք կինոռեժիսորը կամ դերասանը ձեր մասնագիտություններից մեկն է։ Ես կինո սկսել եմ հետաքրքրությունս կինո ոլորտի մեջ այն ժամանակ, որ 94-5 թվականներից էր, որ Հայաստանից բոլոր իրենց բնակարանները վաճառում էին Ինքնաթիռի Թոմսի հետ, փոխում էին առջիջ և հաղթում էին այստեղ։ Երբ որ այն ժամանակ ես այդ գաղափարները կիսում էի կամ առաջարկում էի կամ հավաքում էի խմբեր, որ հիմնական Հայ ֆիլմ Երևան ստուդիա այդ ժամանակ այդ քաղաքն էր, չի եղել մեկը, որ ինձ ասի, այս ինչ լավ իդեա ունես, կարելի է դա անել։ Չգիտեմ ինչի, բոլորը հույսները կտրած, որ հնարավոր չի դա միլիոների հետ է կախված, այստեղ հնարավոր չի կինո նկարել և այլ, այս խոսակցությունները բավական
ճնշում էր եւ շատ անգամ շատ է եղել օրեր, որ ես մտածել եմ, բայց ինչի այսպես, միգուցե հնարավոր չի։ Երևի իմ կապրիզնի բնավորությունն է այստեղ աշխատել, որտեղ երբ որ ես հանդիպում եմ ինչ-որ մի արգելքի կամ պատի, որ անցնել այն կողմ հնարավոր չի, ես ամեն կերպ գտնում եմ ճանապարհը կոտրելու այդ պատը։ Եվ իմ կամքի ուժի շնորհիվ 99-ին սկսեցի նկարահանել ֆիլմը։ Այդ 4-5 տարիները հիմա ես որ հիշում եմ ինչ օրեր եմ անցկացրել, որպեսզի հասնեի 99 թվին առաջին մատոր տալուն, նախ գաղափար չունեի ընդհանրապես կինոյից։ Բոլոր տպավորությունները եղել են հեքիաթային, ուղղակի կար ինտուզիազմ մեծ եւ կար սպորտային ունակություններ, որտեղ կարողանում էինք լավ մենամարտներ անել, դա մեր առավելությունն էր այդտեղ։ Մնացածը եղել է ուղղակի ներքին, ասենց ասեմ, հնարավորություններ, ներքին դա տաղանդ է, թե կապրեզնությունը, չգիտեմ դա ինչ, այդ ինտուզիազմն էր, որ տանում էի առաջ, որովհետև շատ է եղել անգամ առաջի կինոն մեր նկարումների ժամանակ, երրորդ այս ֆիլմերի ժամանակ շատ է լինում վեճեր, որ ասենք մարդկանց թվում էր աշխատողներին կամ ռեժիսորին կամ կազմին, որ եկել այլ հնարավոր չի գնալ առաջ, դժվար է, չի լինի, ստոպ տանք այս ամեն ինչը եւ միշտ մի հատ բան է եղել, կամ մահ, կամ առաջ։ Եվ այդ մեծ աշխատանքի շնորհիվ ես անցա այդ տարիները, որից հետո 4-րդը, հետո 5-ը, 5-ից հետո ճակատագիր ֆիլմներ, որը ինձ հնարավորություն տվեց Ամերիկայում այնտեղ մոնտաժել, աշխատել եւ սովորել այդ ֆիլմի վրա։ Ինձ սովորեցին ոնց են ֆիլմ նկարում։ Այսինքն դուք 5-րդ ֆիլմի վրա նոր սկսեցիք սովորել ինչպես են ֆիլմ նկարում։ Չէ, ոչ թե սկսեցի սովորել, ավելի պրոֆեսիոնալ։ Ինձ բախտ վիճակվեց ես Ամերիկայում լինել եւ իմ ընկերը օգնեց ինձ այնտեղ։ Ես Հայկը Բաքրջյան մոտավորապես 7 տարի սովորեցի այնտեղ։ Սովորեցի թե ոնց պետք է նկարել ֆիլմ։ Ես լավ հիշում եմ, երեք չարաչորն էր ճակատագիր ֆիլմը, երբ որ գնաց Արմենիայով էֆիր, այդ ֆիլմը նկարելու ժամանակ, երբ որ ֆիլմը նկարում էինք, մենք բավական աճած էինք այստեղ, այնպես չէր, որ չէինք հասկանում ֆիլմից։ Եվ ասենք ֆիլմ արտադրության մեջ ոչ մեկ չկար հավասարը մեզ, բայց երբ որ այդ ֆիլմը ես վերցեցի գնացի Հոլիվուդ, որպեսզի այնտեղ մոնտաժ անեմ, ուղղակի անգրագիտության ամենավերջի աստիճանով էր նկարած ֆիլմը, համեմատությունն եմ ես ձեզ ասում։ Մոտավորապես $150,000 փող ենք ծախսել այդ ֆիլմի վրա, որ սխալներ ուղղենք։ Այսինքն նկարել էին ամերիկացիները եւ մենք էինք նկարել։ Դուք էիք նկարել։ Մեր չափանիշների մեջ, դա ամենագագաթնային ֆիլմն էր այդ ժամանակվա մեջ։ Ում համար։ Մեր համար, Հայաստանի համար, որ ոչ մեկ չկար, ոչ մի կազմակերպություն չի եղել, որ ֆիլմ նկարել։ Ես խոսում եմ 2005 թվականին։ Առաջի ֆիլմը, որ նկարեցինք մենք, որովհետև դրանից առաջ նկարել էինք 4 հատ ֆիլմ։ Այսինքն այդ շրջանում ձեզանից բացի ոչ ոք ֆիլմ չէր նկարում։ Թե այդ ձևի մեջ չէր նկարում։ Այդ ձևի մեջ չէին նկարում։ Համայն դեպս ես ինչն է ինձ դրդել սովորել ռեժիսուրա։ Ես մինչև հիմա էլ չեմ ուզում ռեժիսոր աշխատեմ կամ ինձ ասեն լավ ռեժիսոր Ագոր Վարդանյան։ Չէի գտնում հարմար մի ռեժիսոր, որ գա իմ կողքը կանգնի եւ աշխատի եւ անի այն ինչ որ ուզում եմ։ Հիմա էլ պատրաստ եմ, փնտրում եմ մի լավ ռեժիսոր, որը մեր ֆիլմերի ժամանակ կգա եւ կաշխատի մեր հետ։ Չի եղել ձեր ֆիլմերի նկարահանման ժամանակ, որ դուք ռեալ հասկանաք, որ պրոֆեսիոնալ առումով մեր երևի թե լեզվով ասեմ, չեք ձգում, չի ստացվում, թե որպես ռեժիսոր, թե որպես դերասան, որտեվ մարտարվեստը այլ է, դուք այդտեղ գիտեք, դուք տիրապետում եք դրան, դա ձեր մասնագիտությունն ու մասնագիտացումն է, այնուամենայնիվ դուք չունեիք մասնագիտական կրթություն, թե որպես ռեժիսոր եւ թե որպես դերասան։ Չեմ կարծում, որ այդ սկզբունքը ճիշտ է, որովհետև եթե քո մեջ կա եւ դու զգում ես ինչ պետք է անես, դու կհասնես դրան։ Չկա սովորում ես դա, բայց ամենակարևորը դու մեջից հասկանաս եւ ուզենաս ինչ ես անում։ Մնացած բոլոր կետերը ինչին դու ձգտում ես, ժամանակի ընթացքում կսովորես եւ կհասնես դրան։ Սպորտի առումով դուք ասացիք, որ կուզեիք, որ լիներ ձեր կողքին մեկ, որ խորհուրդ կտար այդ պահին եւ կլիներ ձեզ հետ։ Բայց կինոարտադրության բնագավառում ինձ մոտ այնպեսի տպավորություն է, որ դուք արել եք ամեն ինչ ու կարծես այստեղ էլ որևէ մեկը չի եղել, որպեսզի
կարողանա ձեզ իր խորհրդով գուցե իր նկատողությունը անել, գուցե իր գովեստի խոսքը տալ ձեզ, այո, եղել են այդպիսի մարդիկ, ինձ հետաքրքիր է, ովքեր ասեն, որ քո աշխատանքը լավն է կամ հակառակը ասեն, որ այստեղ սխալը կա եւ գուցե արժե շտկել։ Եղել է եւ կային մասնագետներ, կային մարդիկ, ովքեր որ խորհուրդներ էին տալիս, կային մարդիկ, ովքեր որ դիտողություններ էին անում, բոլորին լսել եմ։ Այնպես չի որ չեն եղել, բայց կա ոչային մի առանձնոտ կուղի եւ կոպիտ, այսպես ասեմ, պատվիրատուն, ով ինչ որ ուզում է անի, ցանկացած մասնագետ պետք է գնա պատվիրատուի օրենքների կամ ասենք ցանկությունների շրջանակի մեջ։ Այն բնագավառը, որ ես էի ընտրել, դա նոր բնագավառ էր եւ չկար այստեղ դեռ։ Ես կոպիտ չենջի ստեղծեցի ես ինքս մարտական մարտարվեստը ֆիլմերի մեջ եւ բավական չգիտեմ, համենայն դեպս փորձը եւ կյանքը ցույց տվեց, որ այդ ոչի մեջ չկային, որովհետև չէին կարում հասկանալ եւ չէին կարում անեին։ Իսկ չէի ուզում նորից սկսնակների հետ աշխատել դա։ Որովհետև չի եղել այդպես մի ռեժիսոր, որ չի եկել եւ չենք զրուցել կամ չենք աշխատել։ Ոչ թե նկատի ունեմ, ասենք, ցածրացնում եմ իրենց, ոչ, ուղղակի ամեն մի ռեժիսոր ինչ որ մի ոչի մեջ է դա իր մաքսիմում հնարավորությունները կարողանում ցույց տալ։ Ես տեղյակ եմ, որ դուք ձեր ֆիլմերի ռեժիսորն եք, հանդես եք գալիս որպես դերասան, սցենարիստ, գրում եք նաև երաժշտությունը ֆիլմերի, մի տեսակ ստացվում է, որ մի նվագախումբ է, բայց այդ նվագախմբում բոլոր գործիքները նվագում եք դուք և դիրիժորնել եք դուք, դժվար չի։ Նախ ընդհանրապես, եթե երաժշտությունը լավն է և մարդիկ լսում են, դա նշանակություն չունի, թե քանի հոգով են նվագում, մեկ։ Երկրորդ, այնպես չի, որ ես մենակ եմ դա անում, մոտավորապես 70-80 հոգի մարդ է աշխատում։ Սցենարը սցենարական խումբ է արում։ Այսինքն աշխատում են 3, 4, 5, 6 անգամ։ Բայց գլխավորում եք այդ ամեն ինչը դուք։ Այդ ամենը գլխավորում եմ ես։ Իհարկե պարտադիր։ Ռեժիսորան ունեմ 3-4 ասիստենտ, որոնք կարևոր աշխատանքներ են կատարում, բայց իհարկե գլխավորում եմ ես։ Պրոդյուսերական կազմը բնականաբար։ 5-րդը չավելացրի փաստորեն։ Երաժշտությունը։ Ուրեմն ես աշխատում եմ բավական տաղանդավոր կոմպոզիտորների հետ։ Գոգանա Ջանգոլյան, Ավիկ Հարությունյան, մի քանի հոգու հետ աշխատել եմ։ Նրանք պրոֆեսիոնալ տաղանդավոր երաժիշտներ են, կոմպոզիտորներ են, բայց որպեսզի ֆիլմի մեջ մուզիկան, երաժշտությունը օգտագործվի, դա ուրիշ բան է։ Ես այդտեղ ավելի շատ սուպերվայզություն եմ անում երաժշտության մեջ։ Ինչ եք անում։ Սուպերվայզեր։ Ամերիկայում այդպես մի հասկացություն կա, հա։ Ինքը երաժշտությունը սարքում եմ կինոյի երաժշտություն։ Սա ուրիշ աշխատանք է, իհարկե, քանի որ հասկանում եմ երաժշտությունից, ես էլ կարող եմ փոքր առաջարկներն եմ անում, ասենք, այստեղ էս երաժշտությունը չլինի, կամ էս գործիքը փոխվի էս սրանով եւ այլ եւ այլ եւ այլ։ Երաժշտության բնագավառումներից եք ունեք մասնագիտական կրթություն։ Ես երաժշտական դպրոց եմ վերջացրել, հա։ Դա օգնում է ինձ, բայց այնպես չի, որ երաժշտությունը ամբողջովին դա ես եմ անում, որովհետև այդպես չի կարող լինել։ Բայց դուք նաև, եթե չեմ սխալվում, ունեք ձայնասկավառակ։ Հա, մի ժամանակ գրում եմ երաժշտություն, այդպես մնացեց, ուշադրություն չդարձրեցի։ Գուցե արժե։ Հետաքրքիր բան ես ասեմ, օրինակ, երբ որ ես սկսում եմ ֆիլմի սցենարը գրել, կամ իդեան երբ որ գալիս է, սկզբից երաժշտությունն է պետք է գա այդ իդեայի, որից հետո այդ երաժշտության տակ է սկսվում սցենարը գալ, եթե, ասինքն պատմություն, հետո երաժշտություն, որը կուղեկցի դրան, որից հետո արդեն դիալոգներն է սկսվում արվել։ Եթե չի լինում երաժշտություն, դժվար է լինում։ Ձեր հարցադրույցներից մեկում դուք այսպիսի մի խոսք եք ասել։ Ես միշտ պայքարում եմ կրիմինալի դեմ, ինքս մանկավարժ եմ եւ աշխատում եմ ամեն ինչ անել, որ կրիմինալը չպրոպագանդվի։ Ընդհակառակը պետք է այնպիսի համակարգ ձևավորել, որ չգնա դեպի կրիմինալ, բայց ձեր ֆիլմերում կրիմինալը շատ է, չնայած նրան, որ դուք ինքներդ փորձում եք հենց ֆիլմի ներսում պայքարել դրա դեմ, բայց այնտեղ կա շատ արյուն, շատ դաժանություն, բռնաբարություններ, տհաճ տեսարաններ։ Այս դեպքում պայքարը նայեք, խոսում ենք մի թեմայի մասին, որ շատ հետաքրքիր է եւ լսել ձեր կարծիքը եւ քննարկել այս թեման, որովհետեւ
այո, մենք նկարում ենք ֆիլմ, որտեղ պրոպագանդան, մեսեջը ֆիլմի ավելի հակակրիմինալն է։ Բայց որպեսզի կարողանաս դա մատուցես ֆիլմով, պետքա ցույց տաս կրիմինալը։ Այսինքն, եթե մենք դուրս գանք այն գաղափարից, որ պետքա ֆիլմում բռնություններ չլինեն, այլուն չլինի, վատը չլինի, բա ում պետքա պայքարենք։ Բայց չէ՞ որ խոսքի մեջ ասում են, կապ չունի թե ինչ ես ասում, կարևորը թե ինչպես ես ասում։ Այս դեպքում էլ ոչ ոք չի ասում, որ այդ կրիմինալը չեք կարող ներկայացնել, բայց արդյոք այդքան ակնհայտ, այդքան ակնառու։ Օրինակ, այսպես մի ձեզ օրինակ բերեմ, ասենք, ցանկացած մեր ֆիլմերից, ինչ ենք վերցնում կրիմինալը այդքան շատ բարձրացնում եւ դրա այդ կրիմինալի կողքը չենք տեսնում դրական հերոսին, որը ոնց է պայքարում, որ այդ կրիմինալին համապատասխան Իսկ գուցե կրիմինալի պատկերումը շատ ավելի ակտիվ է եւ ավելի վարգույններով։ Ես դες ասեմ, եթե հարաբերական համեմատում եմ իմ նկարված ֆիլմերի եւ ասենք ամերիկյան ֆիլմերի կամ չինական, կամ ռուսական, այսօր կարող եմ ասել հետ, բավական ասեմ, անգամ մեր կրիմինալը ավելի թույլ է, քան թե իրանցը։ Այսօր ֆիլմեր կան բավական շատ արտասահմանյան եւ 3-4 օր ես պատահաբար նայում եմ հեռուստատեսությամբ մեր TV-ներով էլ հեռացարկվում է։ Դու այնպեսի կրիմինալներ կան, որ չգիտեմ, վիզը կդրում են, սկսում են արոնը խմել։ Մեր կրիմինալը շատ ցածր է այդ բանի հետ համեմատած։ Ուղղակի կարծում եմ, քանի որ հայկականն է, ինչ որ մեր փողոցներում է դա կատարվում, մեր հանդիսատեսին մի քիչ ավելի է հուզում, բայց այնպես չի, որ մեր կրիմինալը սարսափելի է եւ այլ եւ այլ, այդպես բան չկա։ Կա կրիմինալ, կա վատ եւ կա լավ, եւ լավը պատժում է այդ։ Օրինակ, ֆիլմերի ժամանակ շատ է եղել ինձ փողոցում մոտիկանում են մարդիկ, նամանավանդ Վրիժարուի երկրորդի հատվածում, մի մասը Վրիժարու առաջինից մոտիկանում ասում են, սա կոլեկին պետքա գլուխը կդրեիր։ Մի մասը, չգիտեմ, ասում է պետքա սենց արոնը տեսնեի, մենք այդպես բան չենք արել։ Մի մասը մոտիկանում ասում են, որ գլխավորը հերոսը պետքա չսպաներ։ Կարծիքները տարբեր են լինում։ Վրիժարու երկրորդի մեջ այնտեղ տեսարան կա, որտեղ բերդում հերոսը կալանավորներին որ բան է բացատրում, ինչ եք հանցագործություն անում, կուզեիր երեխատ քո ճանապարհով գնալցա, որ ասում է 50 տարեկան կինը թոշակը ստանում է, դուք մտնում եք իր տնից գողանում եք դա։ Նայեք, սրանք դաստիարակչական թեմաներ են, դաստիարակչական ասացվածքներ են, կարծում եմ, որ բավական մեծ արդյունք է տվել ժողովրդի շրջանում, համենայն դեպս Այն որ ես դուրս եմ գալի եւ մարդիկ մոտիկանում են այդ զանգվածը մարդկանց եւ շնորհակալություն է հայտնում։ Ես չեմ կարծում, որ մեր ֆիլմերի, ասենք, կրիմինալը այն աշճանի սարսափելի ենք տվել, որ դա ավելի վախաբերում կամ ավելի հակառակ ռեակցիան առաջացնում։ Ամեն դեպքում դուք ձեզ վրա վերցրել եք այդ չարը հաղթողի եւ կրթողի դերը։ Կա այսպիսի բան, կարող եմ ենթադրել։ Դա կա առաջի հերթին, որովհետեւ իմ մասնագիտություններից մեկն է դա, մանկավարժ կերպար, որին հետևում են բազմահազար երեխաներ, պատանիներ կամ երիտասարդներ։ Դա կա եւ ես ամեն օր մտածում եմ եւ աշխատում եմ այդ կերպարի զարգացման մասին եւ կյանքում, եւ ինչպես չէ ֆիլմերում։ Ես կարծում եմ, որ մենք շատ երկար կարող ենք խոսել, բայց ցավոք սրտի մեր ժամանակը անսպառ չէ եւ ես արդեն ժամանակն է, որպեսզի անդրադառնամ իմ վերջին 10 բլից հարցերին, եթե թույլ կտաք։ Իր, որը միշտ ձեզ հետ է։ Այդպես բան չկա, որ միշտ ինձ հետ է, իր, իհարկե նկատի ունեմ։ Իրադարձություն, որը կներեք, միշտ իմ գոտին է կարատեի, սև գոտին, որ ես ուր գնում եմ, դա իմ հետ եմ տանում։ Ամեն օր։ Չէ, նկատի ունեմ, ասենք, եթե երկրից երկիր եմ տեղափոխվում, միշտ իմ պարիսակի մեջ իմ սպորտային համազգեստը եւ գոտին սև ինձ հետ է։ Իրադարձություն, որը հիմնովին փոխեց ձեր կյանքը։ Այդ հարցին երևի չպատասխանեմ։ Լավ։ Ձեր կյանքի կարգախոսը։ Ես չեմ սիրում 3 բառեր, չգիտեմ, չեմ կարողանում եւ չի լինելու։ Եթե մեկ օրով դառնայիք անտեսանելի, ինչ կանեիք։ Բայց այդ բան հնարավոր չի, որ դառնամ անտեսանելի։ Ամեն դեպքում ստացվեց։ Այն ինչ որ անում եմ հիմա։ Ոչինչ բան։ Ում հետ կցանկանայիք փակված մնալ վերելակի մեջ։ Ոչ մեկի։ Պատկերացնենք, որ դուք ունեք 2 կախարդական փայտիկ, մեկը ձերն է, մյուսը ում կտակ եւ ինչու։ Գիտեք,
Չեմ հավատում ես այդպես բաների, դրա համար չեմ կարողանում պատասխանել։ Գիտեք, այդ երազանքներով ապրող մարդկանց պետք է տակ հավանաբար այդ հարցերը, ովքեր որ հավատում են երազանքների եւ կախարդական փայտերի։ Ես չեմ հավատում դրանց եւ իմ հույսը միշտ իմ վրա է եւ պետք է աշխատեմ, որ հասնեմ դրան։ Դրա համար չեմ կարող այդ հարցերին պատասխանել։ 3 գույն, որ հենց հիմա եկավ ձեր մտքին։ Սև, սպիտակ, կարմիր։ Եթե իմանայիք, որ ձեր կյանքի ավարտին մնացել է 90 րոպե, ինչ կանեիք այդ ընթացքում։ Ընտանիքիս հետ կանցկացնեի։ Խնդրում եմ ավարտեք հետևյալ արտահայտությունը. կյանքն ինձ համար անիմաստ կլիներ, եթե ձգտում չունենայի։ Ինչ է ձեզ այսօր պակասում կատարել երջանիկ լինելու համար։ Ես երջանիկ մարդ եմ։ Ես շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ։ Ասեմ, որովհետև ունեմ լավ ընտանիք, ծնողներ, երեխաներ, առողջություն եւ աշխատում եմ եւ կյանքում քայլեր եմ գցում, որը ինձ գոհացնում է այդքան բան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Այսպիսին էր Գոռ Վարդանյանի Սպիտակ անկյունը։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։